Մինապցիները ձեռքերով փլատակներն են փորում այնտեղից կենդանի մի շունչ գտնելու հույսով։ Մինաբի աղջիկների դպրոցում 160 երեխա է եղել այն պահին, երբ իսրայելական հրթիռը քարուքանդ է արել հսկա շինությունը։ Դպրոցական երեխայի առնաշաղախ թևը փլատակներում նշմարելուց հետո տղամարդիկ կարծես անկարող են շարունակել գործը։ Այս դպրոցում մոտ 9 տասնյակ երեխա այսօր սպանվել է իսրայելական հրթիռի հարվածից։ Մի քանի տասնյակ երեխա վիրավոր է ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավերված դպրոցի լուսանկարն է հրապարակել X-ում, խոստացել անպատասխան չթողնել հանցագործությունը։ Տարրական դասարանում սովորող երեխաների ծնողներին անգամ իսրայելական բանակի շարունակվող հրթիռակոծությունը չի խանգարել Մինաբի դպրոց վազել առաջին պայթյունները լսելուց հետո։ Մեկ երեխա էլ իրանական Այբեկ քաղաքում է զոհվել, նրա տարիքն ու անունը հայտնի չէ։ Ըստ իրանական լրատվամիջոցների իսրայելական հրթիռը քաղաքի մոտակայքի ջրամբարին է հարվածել։ Այդ մասին հայտնի դառնալուց րոպեներ անց տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը պատասխան հարվածներ է սկսել։ Կեսօրից հետո մեկ զոհի մասին Արաբական Միացյալ Էմիրություններն է հայտնել։ Իրանի Դուբային հասցրած հարվածների ընթացքում Դուբայի երկնքում խոցված հրթիռի բեկորներից մեկ մարդ է զոհվել։ Սիրիան նույնպես հայտնվել է իրանական հարվածների տակ։ Երկրի հարավում գտնվող Սվեյդա քաղաքում իրանական հրթիռների մնացորդների ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի հարվածները նաև Քուվեյթի օդակայան են հասել։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով մի քանի վիրավոր կա։ Իսրայելն իր երկրի զոհերի ու վիրավորների մասին ոչինչ չի հաղորդել։ Թել Ավիվը քաղաքացիական պաշտպանության ամենաբարձր միջոցառումներն է սկսել։ Նույնիսկ հիվանդանոցներում բուժում ստացողներին ապաստարաններ են իջեցրել։ Այս տեսանյութն է տարածվում սոցցանցերում, հրեաներն ապաստարանում երգում են, պարում, տոնում առյուծի մռնչյուն անունով հարձակումը։ Իսրայելում գրեթե 4 ժամ ապաստարաններում են մնացել մարդիկ։ Արդեն մենք դուրս ենք եկել ապաստարաններից, որովհետև սիրենաները դադարել են։ Երուսաղեմում հայկական եկեղեցու վարդապետ Հայր Էմանուելի խոսքով մարդկանց ապաստարաններ են իջեցրել, երբ առաջին տագնապի ազդանշաններն են լսվել Իսրայելում։ Հարվածների ձայներ կային, բայց հարվածներ չհասան գետնին, բալիստիկ հրթիռները, որոնք որ ուղարկվել են դեպի Իսրայել, Երուսաղեմ օդում տրաքացվել են եւ Իսրայելի որոշ հատվածներում բեկորները տան եւ ոստիկանությունը հիմա դրանք վերացնում է։ Հայր Էմանուելի խոսքով Իսրայելի հայկական համայնքից ոչ ոք չի տուժել Իրանի պատասխան հարվածներից, չի քննարկվում նրանց Հայաստան տեղափոխելու հարցը։ Հայերին ոչ մի բան չի պատահել մինչև հիմա, այդպես տեղեկություններ չունենք, որ հայերին որևէ բան պատահած լինի, փառք Աստծո։ Հայ համայնքը ստեղից Հայաստան փոխադրվելու կարիք չունի։ Այստեղ կան սրբավայրեր, որոնք որ պետք է պահվեն։ Էմանուել վարդապետը աղոթքի կոչ է անում, ասում է Աստծով ամեն ինչ հեշտ է։ Յուրաքանչյուր աղոթողի, պայծողի, ապարարողին կարող է օգնել եւ փրկել ամեն վտանգ, ինչպես որ մենք Աստված մեզ հետ է եւ մենք վախենալու ոչինչ չունենք։ Հայր Սուրբի խոսքով ռմբապաստարաններից Երևանի ժամանակով ժամը 4-ին են դուրս եկել, այդ ժամին է դադարել իրանական համազարգը։ Ալբերտ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։